Ողջույն բոլորին, Արմեդիա YouTube-յան ալիքում ամենագլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշել է երկրորդ ավիակիրն ուղարկել Մերձավոր Արևելք Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու ճնշումն ուժեղացնելու համար։ Աշխարհի ամենամեծ ավիակիրը USS Gerald Ford-ը տեղափոխվում է Կարիբյան ծովից դեպի Մերձավոր Արևելք, միանալու տարածաշրջանում արդեն տեղակայված ամերիկյան ռազմական ուժերին։ Նա հայտարարել է, որ ցանկանում է արագ համաձայնություն Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ։ Նրա խոսքով, եթե մոտ ժամանակներում պայմանավորվածություն չկայանա, ապա դա շատ վատ օր կլինի Իրանի համար։ Նախագահ Թրամփն ընդգծել է, որ նախընտրում է դիվանագիտական լուծումը, սակայն պատրաստ է նաև այլ տարբերակների։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ Թրամփը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստական է գործարքի, իսկ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պետք է արագ շարժվի օգտվելու հնարավորությունից։ Նրա խոսքով, եթե պաշտոնական Կիևը չշտապի, կարող է կորցնել լավ հնարավորություն։ Այս ճեպազրույցից հետո նախագահն ու առաջին տիկինն այցելել են Ֆորդ Բրեգ ռազմաբազա։ Մելանիա Թրամփը բացման խոսքում շնորհակալություն հայտնել զինվորականներին եւ համայնքին, ընդգծելով, որ զինվորների համար հայրենասիրությունն ու ընտանիքի նվիրվածությունը պատմականորեն անբաժան արժեքներ են Միացյալ Նահանգների զինված ուժերում։ Նա նշել է, որ այդ հավասարակշռությունն է ուժեղացնում բանակը եւ ամրապնդում համայնքները։ Նախագահ Թրամփը ելույթում հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն հիմա ունի աշխարհի ամենաուժեղ բանակը եւ որ իր վարչակազմը վերակառուցել եւ ընդլայնել է ռազմական կարողությունները։ Նա նշել է, որ զինվորականների հավաքագրումը հասել է ռեկորդային մակարդակի ու այժմ բոլոր զորատեսակներում առկա են սպասման ցուցակներ։ Թրամփը նաև հայտարարել է, որ իր վարչակազմը $1 տրիլիոն ներդրում է կատարում զինված ուժերում։ Նախագահը նշել է, որ իր քաղաքականությունը հիմնված է խաղաղություն ուժի միջոցով սկզբունքի վրա եւ որ Միացյալ Նահանգները կրկին հարգված եւ վախ ներշնչող ուժ է միջազգային ասպարեզում։ Ֆորդ Բրեգից Մար-a-Լագո հանգստի հեռանալից նախագահը պատասխանել է մի քանի հարցի։ Ներկայացնում ենք ամբողջական հատվածը թարգմանությամբ։ Մենք հրաշալի այց ունեցանք Ֆորդ Բրեգում, տեսանք բազմաթիվ հերոսների, եւ ինչպես հավանաբար արդեն լսել եք, մենք պատրաստվում ենք մեկ անձի շնորհել կոնգրեսի պատվո մեդալ Վենեսուելայում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների շրջանակում դրսևորած արիության համար։ Մենք հանդիպեցինք շատ զինծառայողների, այնտեղ բավական երկար ժամանակ անցկացրեցինք եւ ամեն ինչ շատ տպավորիչ էր։ Նրանք հզոր մարտիկներ են, իսկական հայրենասերներ եւ գտնվում են գերազանց մարզավիճակում։ Ինչ կարող է անել Իրանը հարձակումը կանխելու համար։ Թող մեզ ներկայացնեն այն գործարքը, որը պետք է ներկայացվեր դեռ առաջին անգամ։ Եթե նրանք առաջարկեն ճիշտ գործարք, մենք նման քայլի չենք դիմի, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ նրանք այդպես չեն վարվել։ Նրանք հայտարարում են, թե ցանկանում են բանակցել, բայց այժմ մենք տեսնում ենք միայն խոսքեր առանց իրական քայլերի։ Ցանկանում եք Իրանում ռեժիմի փոփոխություն։ Թվում է դա կարող է լինել լավագույն ելքը, սակայն արդեն 47 տարի են նրանք միայն խոսում են։ Այդ ընթացքում մենք կորցրել ենք բազմաթիվ կյանքեր, մարդիկ վիրավորվել են, անդամալուծվել, լուրջ վնասվածքներ ստացել։ Սա երկար տարիների պատմություն է։ Տեսնենք ինչ զարգացումներ կլինեն։ Միաժամանակ տարածաշրջան է հասել զգալի ռազմական ներուժ եւ լրացուցիչ ուժեր եւս ուղարկվում են։ Ինչպես գիտեք, շուտով եւս մեկ ավիակիր կհասնի այնտեղ։ Եթե հնարավոր լինի այս հարցը վերջնականապես լուծել, դա լավագույն տարբերակը կլինի։ Ում կցանկանայիք տեսնել իշխանության։ Այդ հարցին չեմ ցանկանում պատասխանել։ Կոնգրեսում շարունակվում է լարված իրավիճակը ներքին անվտանգության նախարարության ֆինանսավորման շուրջ դեմոկրատ օրենսդիրները հայտարարում են, որ եթե մինչև կեսգիշեր համաձայնությունը չկայանա, ապա դադարեցվելու է DHS-ի մի շարք կառույցների ֆինանսավորումը։ Հաքիմ Ջեֆրիսի պնդմամբ հանրապետականները եւ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվում են համաձայնել ներգաղթային ծառայության ICE գործունեության խորը եւ համակարգային բարեփոխումների, ինչի հետևանքով բանակցությունները փակուղի են մտել։ Նրա խոսքով հարկատուների միջոցները չպետք է օգտագործվեն բռնի եւ վերահսկողությունից դուրս գործողությունների համար, այլ պետք է ուղղվեն ամերիկացիների կյանքի որակի բարելավմանը։ Հանրապետականների դիրքորոշումը հակառակն է, նրանք պնդում են, որ ներգաղթային վերահսկողություն ազգային անվտանգության հարց է եւ չի կարող թույլատրվել։ Դեմոկրատները նշում են, որ պատրաստ են բանակցությունների ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում, սակայն միայն այն դեպքում, եթե քննարկումը ներառի ICE արմատական եւ վերափոխող բարեփոխումներ։ Նախագահ Թրամփի վարչակազմը առնվազն $40 միլիոն է ծախսել շուրջ 300 միգրանտների արտաքսելու համար, ոչ թե իրենց հայրենիք, այլ երրորդ երկիր։ Այս տվյալները ներկայացված են Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դեմոկրատական աշխատակազմի կազմած զեկույցում։ Զեկույցի հեղինակներն այդ քաղաքականությունը բնութագրում են ծախսատար, անարդյունավետ եւ թույլ վերահսկվող։ Զեկույցի համաձայն 5 երկրներին՝ հասարակածային Գվինեա, Ռուանդա, Էլ Սալվադոր,
Էսվատինի եւ Պալաու փոխանցվել են միանավակ վճարումներ 4.7-ից մինչև 7.5 միլիոն դոլարի չափով միգրանտներ ընդունելու դիմաց։ Ըստ ներքին վարչական փաստաթղթերի ընդհանուր առմամբ բանակցությունների տարբեր փուլերում գտնվում է 47 նման համաձայնագիր։ Դրանցից 15-ը արդեն ավարտված են, 10-ը մոտ են ավարտին։ Վարչակազմը նաև բանակցում է եւս 17 երկրի հետ, որոնք պատրաստ են ընդունել ԱՄՆ-ում ապաստան հայցողներին, մինչև նրանց գործերի քննությունը։ Դրանցից 9-ն արդեն ուժի մեջ է մտել։ Միացյալ Նահանգներում ներգաղթային քաղաքականության խստացման ֆոնին եւս մեկ վերլուծություն է հրապարակվել, որը բացահայտում է զանգվածային արտաքսումների արդեն ֆինանսական եւ կազմակերպչական խորքային շերտերը։ Քննարկման կենտրոնում է հայտնվել այն, թե ինչպես են միլիարդավոր դոլարներ ուղղվում ներգաղթյալների պահման եւ տեղափոխման համաձայնագրին կամ համակարգին եւ որ մասնավոր ընկերություններն են մասնավորապես շահում այդ գործընթացից։ Վերջին տվյալներով ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը DHS-ը կալանավայրերում պահում է ռեկորդային թվով ներգաղթյալների։ Պաշտոնական հաշվարկներով մեկ չափահաս անձի մեկօրյա պահման արժեքը կազմում է միջինը $187։ Պահման կենտրոններից զգալի մասը կառավարվում կամ պատկանում է մասնավոր բանտային ընկերություններին։ Ամենախոշոր դերակատարներն են GEO Group-ը եւ Core Civic-ը։ Զանգվածային արտաքսումների համակարգի երկրորդ խոշոր ծախսային ուղղությունը տրանսպորտն է, հատկապես օդային տեղափոխումները։ Այս Air Operations ծրագիրը կազմակերպում է ներգաղթյալների տեղափոխումը տարբեր նահանգների պահման կենտրոններ, ինչպես նաև արտաքսման չվերթներ։ Ըստ պաշտոնական տվյալների, մեկ չարտերային թռիչքի 1 ժամի միջին արժեքը կարող է հասնել շուրջ $8,500, սակայն ընդհանուր ծախսերը ճշգրիտ հաշվարկել դժվար է, քանի որ հիմնական պայմանագրերը կնքվում են գլխավոր կապալառուների միջոցով, որոնք էլ իրենց հերթին աշխատում են ենթակապալառուների հետ։ Գանք Կալիֆորնիա, նահանգային օրենսդիրներ, զոհվածների ընտանիքներ, իրավապահ կառույցների ներկայացուցիչներ, բժիշկներ եւ հասարակական կազմակերպություններ միավորվել են հայտարարելով վերջին 2 տասնամյակների ամենախոշոր հակա-DUI օրենսդրական նախաձեռնության մասին։ Սակրամենտոյում կայացած հուզիչ կարելի անվանել ու ծանր ասուլիսի ընթացքում ներկայացվել է օրինագծերի համապարփակ փաթեթ, որի նպատակը Կալիֆորնիայում հարբած վիճակում վարելու համար պատասխանատվության խստացումն է, կրկնահանցագործների նկատմամբ պատժաչափերի մեծացումը եւ կանխարգելիչ միջոցների ընդլայնումը։ Սենատոր Արչուլետան ներկայացրել է SB 907 օրինագիծը, որը ներառում է մի քանի առանցքային փոփոխություն։ Խստացվում են պատիժները կրկնակի եւ սերիական DUI խախտումների համար, սահմանվում են լրացուցիչ պատասխանատվություններ հարբած վարորդների կողմից մահվան կամ ծանր վնաս պատճառելու դեպքերում, փակվում են այն իրավական բացերը, որոնք թույլ են տալիս մեղադրյալներին մեղմացված մեղադրանքներով դուրս գալ համակարգից կամ վաղաժամ ազատ արձակվել։ Ասամբլեայի անդամ Քոթի Պետրին Նորիսը ներկայացրել է AB 1830 օրինագիծը, որով առաջարկվում է բոլոր դատապարտված DUI խախտողների համար պարտադիր դարձնել Ignition Interlock սարքերի տեղադրումը, անկախ նրանից առաջին անգամ են խախտում կատարել թե ոչ։ Ասամբլեայի անդամ Ռոդեզիա Ռենսոմի AB 1605 նախաձեռնությունը նպատակ ունի դատարաններին տալ լրացուցիչ գործիք, արգելելու ալկոհոլի վաճառքը լուրջ ու կրկնակի DUI խախտողների համար, նշում կատարելով արդեն վարորդական իրավունքում։ Առաջարկվում է նաև դատարանի կողմից սահմանված վարորդական իրավունքի կասեցումը սկսվի ոչ թե ազատազրկման ընթացքում, այլ ազատ արձակման պահից։ Ներկայացված օրինագծերը առաջիկա շաբաթներին կմտնեն օրենսդրական քննարկումների փուլ։ Մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին ու հավանել նյութերը, դա է ձեր կողմից մեզ ուղղված լավագույն աջակցությունը։ Եվ մեր գործընկերներին եմ ցանկանում շնորհակալություն հայտնելու, առաջարկում եմ իրենց մատուցած ծառայությունները ձեզ։ Եթե ցանկանում եք, որ ձեր երեխան ունենա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի լավ հիմք, ապա առաջարկս հենց ձեզ համար է։ Inter United ֆուտբոլային ակադեմիան ընդունելություն է իրականացնում 4-ից 10 տարեկան երեխաների համար։ Նշեմ, կա ձևավորված ու չեմպիոն թիմ ու հուսալի եւ փորձառու մարշական շտաբ։ Մնում է ընդամենը համալրում լինի։ Նշեք, որ ակադեմիայի մասին իմացել եք մեր թողարկումից ու կողմնորոշման համար կստանաք անվճար պարապմունքների հնարավորություն։ Monarch Landry առաջարկը ճիշտ է կանանց համար է, բայց այն կարծում եմ տղամարդկանց էլ պետք է որ հետաքրքրի։ Ազատեք ձեր կանանց ձեր սիրելիներին լվացք անելու երկարատև աշխատանքից ու վստահեք լավագույնին։ Ձեզ պետք է կամ զանգարեք նշված հեռախոսահամարով կամ օգտվել այս QR կոդից ներբեռնելով հավելվածը։ Top Choice Collision Center-ում էլ հոգ կտանեն ձեր մեքենայի առողջության մասին։ Ճակերտներով այսպես ասած։ Իսկ եթե վթարեք գրանցվել, ապա զանգարեք նշված հեռախոսահամարով, որը գործում է շուրջօրյա։ Ձեր մեքենան կտեղափոխեն կենտրոն, անվճար կգնահատեն վնասի չափը, սեղմ ժամկետներում իդեալական կվերանորոգեն ու այդ ընթացքում էլ ձեզ առանց ավտոմեքենա չեն թողնի։ Մեր բոլոր գործընկերների մասին տեղեկատվությունը պարբերաբար հայտնվում է էկրանի այս ստորին հատվածում, հավելեմ, որ մենք համագործակցում ենք միայն վստահելի բիզնեսների հետ։ Եվ շնորհակալություն իհարկե մեր մյուս գործընկերներին Cosmo Palace ռեստորանին, Կոզանյան խանութներին եւ Gerry's Mom's Bakery-ին։ Շարունակենք լուրերը։
Հարավային Կարոլինայի Սթարթանբերգ քաղաքում մանկական կլինիկաները ստիպված են հիվանդներին զննել ավտոմեքենաների մեջ, փորձելով այսպիսով կանխել կարմրուկի տարածումը։ Նահանգում կարմրուկի բռնկումը մոտենում է արդեն 1000 գրանցված դեպքի, իսկ բժիշկները ենթադրում են, որ իրական թիվը կարող է զգալիորեն ավելի բարձր լինել։ Դաշնային առողջապահական տվյալների համաձայն սա վերջին ավելի քան 30 տարվա ընթացքում Միացյալ Նահանգներում գրանցված ամենախոշոր կարմրուկի բռնկումն է, իսկ Սթարթանբերգ շրջանը համարվում է էպիկենտրոնը։ Հանրային առողջապահության փորձագետները շեշտում են, որ վիրուսի տարածումը կանգնեցնելու համար անհրաժեշտ է բնակչության առնվազն 95%-ի պատվաստում, մինչդեռ Սթարթանբերգ շրջանում աշակերտների միայն 89%-ն է լիովին պատվաստված։ Որոշ դպրոցներում պատվաստման մակարդակը նույնիսկ ցածր է 20%-ից։ Կարմրուկը համարվում է աշխարհի ամենավարակիչ հիվանդություններից մեկը։ Մեկ վարակված անձը կարող է փոխանցել հիվանդությունը 12-ից 18 մարդու, եթե բնակչության մեջ իմունիտետ չկա։ Դա ավելի բարձր վարակելիություն է, քան ջրծաղիկը կամ COVID-19 անգամ։ Որոշ ծնողներ մտահոգություններ ունեն, թե մանկական պատվաստանյութերը կարող են առաջացնել աուտիզմ կամ զարգացման խնդիրներ, սակայն նման պնդումները գիտականորեն դեռևս հաստատված չեն։ Սան Ֆրանցիսկոյում ուսուցիչներն այսօր նախնական համաձայնության են հասել դպրոցական շրջանի հետ, այսպիսով ավարտելով գործադուլը, որը վերջին 50 տարվա ընթացքում առաջինն էր։ Սան Ֆրանցիսկոյի միավորված դպրոցական շրջանի ղեկավար Մարիա Սուի հայտարարությամբ աշխատակազմի համար դպրոցները վերաբացվում են արդեն այսօր, իսկ աշակերտների համար չորեքշաբթի, քանի որ առջևում քառօրյա հանգստյան օրերն են նախագահների օրվա եւ լուսնային նոր տարվա կապակցությամբ։ Հանրային դպրոցի մոտ 6000 ուսուցիչների գործադուլը սկսվել էր երկուշաբթի։ Շրջանը փակել էր իր բոլոր 120 դպրոցները եւ հայտարարել, որ շուրջ 50,000 աշակերտներից մի մասին կառաջարկվի ընդամենը հեռավար կամ ինքնուրույն ուսուցման տարբերակ։ Երկու տարվա նախնական պայմանագիրը նախատեսում է ուսուցիչների աշխատավարձերի համարժեք 5% աճ երկու տարվա ընթացքում։ Համաձայնությունը դեռևս պետք է հաստատվի նաև Սան Ֆրանցիսկոյի կրթության խորհրդի կողմից ու ստանա ուսուցիչների մեծամասնության քվեարկությամբ աջակցություն։ Արմիությունը սկզբում պահանջում էր երկու տարվա ընթացքում 9% աշխատավարձի բարձրացում, ինչը տարեկան կարժենար շուրջ 92 միլիոն դոլար։ Թրամփի վարչակազմը դատական հայց է ներկայացրել Հարվարդի համալսարանի դեմ, հայտարարելով, որ բուհը հրաժարվել է տրամադրել ընդունելության վերաբերյալ այն տվյալները, որոնք պահանջել է Արդարադատության նախարարությունը։ Այսօր Մասաչուսեթսի դաշնային դատարան ներկայացված հայցում նախարարությունը պնդում է արել, որ Հարվարդը խոչընդոտել է հնարավոր խտրականության հետաքննությունը ու չի համագործակցել դաշնային քննության շրջանակում։ Դատախազությունը խնդրել է դատանին պարտադրել համալսարանին հանձնել պահանջված փաստաթղթերը։ Հարվարդի տարածած հայտարարության համաձայն համալսարանը արձագանքել է կառավարության պահանջներին եւ գործում է Գերագույն դատանի որոշման շրջանակում, որը արգելել է ընդունելության գործընթացում ռասայական գործոնների կիրառումը։ Այս դատական քայլը Թրամփի եւ Հարվարդի միջև շարունակվող հակամարտության հերթական փուլն է։ Նախկինում համալսարանը բախվել է միլիարդավոր դոլարների դաշնային ֆինանսավորման կրճատումների եւ այլ սահմանափակումների, այն բանից հետո, երբ մերժել էր վարչակազմի ներկայացրած պահանջների ցանկը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների միլիարդատերերի միջև տիեզերական մրցավազքը նոր թափ է ստանում։ Իլոն Մասկի SpaceX-ը եւ Ջեֆ Բեզոսի Blue Origin-ը փորձում են մարդկանց վերադարձնել լուսին, մինչև որ դա կանի Չինաստանը 2030 թվականին։ Մասկը հայտարարել է, որ իր ընկերությունը ծրագրում է լուսնի վրա բազա կառուցել որոշակիորեն շեղվելով նախկինում իր կողմից առաջնահերթ համարվող Մարսի ծրագրից։ Վերջին օրերին նա մի քանի անգամ գրառում է կատարել X հարթակում, խոսելով լուսնի ուղղությամբ շրջադարձի մասին։ SpaceX-ը նաև պատրաստվում է հնարավոր հանրային բաժնետոմսերի առաջարկի IPO-ի եւ Մասկը փորձում է համոզել ներդրողներին, որ ընկերությունը կմնա տիեզերական ոլորտի առաջատարը։ Միևնույն ժամանակ Blue Origin-ը եւս մեծացրել է ուշադրությունը լուսնի ծրագրի վրա։ Ընկերությունը փակել է իր ենթաօրբիտալ տիեզերական զբոսաշրջության ծրագիրը ռեսուրսներն ուղղելով լուսնային վայրէջք կատարող սարքի զարգացմանը։ Այս տարի նախատեսվում է Blue Origin-ի անօդաչու առաքելությունը դեպի լուսնի մակերես։ Բեզոսը արձագանքելով մրցակցությանը հրապարակել է կրիայի պատկեր, հիշեցնելով դանդաղ, բայց հաստատուն հաղթանակի հայտնի պատմությունը։ ՆԱՍԱ-ն էլ իր հերթին է ճնշում գործադրում ընկերությունների վրա արագացնելու լուսնային տեխնոլոգիաների զարգացումը, քանի որ Միացյալ Նահանգներն ընդհանուր առմամբ ձգտում է հաղթել Չինաստանին այս նոր տիեզերական մրցավազքում ու առաջինն իրականացնել հաջորդ մարդատար առաքելությունը դեպի լուսին։ Նա ինչ այսօրվա համար այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ բոլորիդ ուշադրության համար։ Առողջ եղեք։